Ուզում եմ խոսել առաքինի կնոջ մասին։ Շատ եմ նկատել այս համացանցում, որ ամուսնացած ինչ-որ մի կին իր անձնականը վիդեո տարբերակով հանրությանը ներկայացնում է։ Հագուստի մասին չեմ ուզում խոսել, այնպիսի հագուստներ են հագնում, որ սկի իրանց տղամարդիկ այդ հագուստները չեն տեսել, բայց հանրությունը արդեն տեսել է։ Տունը ինչ լեքսիկոնով խոսում են, դրա կրկնապատիկը, եռապատիկը ավել խոսում են համացանցով հանրության առջև։ Սա ոչ քննադատություն է, ոչ էլ հալածանք, այլ տեսնում ես այն ամենը, ինչը որ առաքինի կնոջը չի համապատասխանում, բարձրաձայնում ես։ Լավ, ամենակարևորը, եկեք տեսնենք առաքինի կնոջ մասին ինչ է ասում Աստվածաշունչը։ Առակներ գրքից 31-րդ գլխից տարբեր համարներ եմ ընթերցելու ձեզ համար։ Առաքինի կին ով կարող է գտնել, նրա գինը գոհարներից շատ ավելի է, նրա վրա վստահ է իր ամուսնու սիրտը եւ ավարի կարիք չի լինի։ Նա տակավին գիշերով է վեր կենում եւ իր տան անդամների կերակուրն է տալիս ու իր աղախինների բաժինը արտի մասին է մտածում եւ առնում այն, իր ձեռքի պտղից այգի է տնկում։ Նա իր ձեռքը պարզում է աղքատին եւ ձեռք մեկնում կարոտյալին։ Նա իր տնեցիների համար ձյունից չի վախենում, որովհետև ամբողջ ընտանիքը բրդյա կարմիր հանդերձներ է հագել։ Նա իր բերանը իմաստությամբ է բացում եւ նրա լեզվի վրա բարության ուսուցում կա։ Նրա որդիները կանգնում են եւ երանելի են կոչում նրան։ Նրա ամուսինը եւս գովաբանում է նրան։ Շատ աղջիկներ են առաքինի եղել, բայց դու նրանց բոլորին էլ գերազանցեցիր։ Սուտ է վայելչությունը եւ ունային գեղեցկությունը։ Այն կինը, որ երկյուղում է տիրոջից, կգովաբանվի։